Շարլ Ազնավուր ծնվել է 1924 թվականին, լեգենդար ֆրանսիահայ երգիչ, երգահան, դերասան և դիվանագետ, որին հաճախ անվանում են Ֆրանսիայի Ֆրենք Սինատրա, իր պաշտամունքային ձայնի և սիրո, կորստի կյանքի մասին բեղուն, հուզիչ երգերի համար։ Ազնավուրը վաճառել է միլիոնավոր ձայնագրություններ և նկարահանվել ավելի քան 60 ֆիլմերում 70-ամյա կարիերայի ընթացքում։ Բեղմնավոր երգահան, երգել և համահեղինակել է ավելի քան 1000 երգ, այդ թվում հիթեր, որոնք ընդգրկում են սիրավեպից մինչև սոցիալական խնդիրներ։ Նա նաև հեղինակել է հիթեր այնպիսի աստղերի համար, ինչպիսիք են Էդիթ Պիաֆը և այլք։ Միջազգային լայն ճանաչում է ձեռք բերել այնպիսի հիթերով, ինչպիսիք են For Me Formidable և La Bohème, կատարելով մի քանի լեզուներով։ Նկարահանվելով բազմաթիվ ֆիլմերում, մասնավորապես Կրակ Էկդաշնկահարին ֆիլմում, 1998 թվականին CNN-ի կողմից ճանաչվել է դարի արտիստ։ Ծնվել է Փարիզում հայ ներգաղթյալների ընտանիքում։ Նա անմնացորդ ընդունել է իր արմատները, դառնալով Հայաստանի ազգային հերոս։ Օգտագործելով իր համաշխարհային ճանաչումը, հայանպաստ գործունեություն է ծավալել, հատկապես 1988 թվականի Սպիտակ երկրաժաժից հետո, որը սկիզբ դրեց հսկայական օգնության ջանքերին և հանգեցրեց նրա «Ազնավուրը Հայաստանի համար» հիմնադրամի ստեղծմանը, միաժամանակ ծառայելով որպես Հայաստանի դեսպան, դառնալով աշխարհի հայերի խորհրդանիշ։ Նա ծառայել է որպես Հայաստանի մշտական ներկայացուցիչ ՅՈՒՆԵՍԿՕ-ում 1995 թվական, իսկ ավելի ուշ որպես դեսպան Շվեյցարիայում և ՄԱԿ-ում 2009-ից 2018 թվականներ։ Նա հայկական դիմադրողականության ու ինքնության հզոր խորհրդանիշ էր։ 2004 թվականին նա ստացավ Հայաստանի ազգային հերոսի կոչում, ապա 2008 թվականին ստացավ Հայաստանի քաղաքացիություն, ամրապնդելով իր պաշտոնական կապը իր նախնիների հայրենիքի հետ։ Ըստ էության, Ազնավուրը օգտագործեց իր լեգենդար գերարվեստական հարթակը, պաշտպանելու իր հայկական ժառանգությունը, անձնական ողբերգությունը վերածելով համաշխարհային համերաշխության և ծառայելով իր նախնիների հողին որպես արվեստագետ և դիվանագետ։ Հայտնի լինելով իր կարեկցանքի համար, նա բեմ է բերել ծանոթ կերպարներ և սրտառուչ պատմություններ, ամրապնդելով իր տեղը որպես 20-րդ դարի երաժշտական հսկա։